Ընդամենը մի հարց, ինչու եք ժողովրդից մինչև այսօր 6 տարի անցել, համարյա թե թաքուն պահում պատերազմի նախօրեին ձեր հարցազրույցը, որտեղ բառացիորեն ասում եք, որ Ալիևը ձեզ ինչ-որ մի բան է խնդրել։ Այդ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ են, դուքները չի հերիքում ժողովրդին պատմել, ինչ ունեք թաքցնելու ժողովրդից, չէիք ասում, որ բան չունեք թաքցնելու։ Հայաստանին եւ հայ ժողովրդին պարտություն ու խայտարակություն բերած մարդամեկը իր նախընտրական քարոզարշավը անելիս շեշտը դրել է, դե գիտեք, խաղաղության վրա։ Հաստատվել է խաղաղություն, հետևաբար սիրելի ժողովուրդ պետք է տեր կանգնեք խաղաղության, այսինքն գնաք ձեր ձայնը տաք նրան, ով ձեզ բազմաթիվ անգամ խաբել է։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է։ Մի մարդ, ով ձեզ խաբել է հաղթանակի հարցում, ով ձեզ խաբել է պատերազմի հարցում, ով ասում էր ձեր թիկունքում ոչինչ չի անելու, արել է, հիմա գալի ասում է տեր կանգնենք խաղաղությանը, որ ինքն է բերել։ Միթե նա չի խաբելու արդեն 6-րդ, 7-րդ անգամ։ Ես նրա թեզերը առանձին կքննարկեմ երկար հաղորդման ձևաչափով, որովհետև ամեն նախադասությունը կհիմնավորեմ, որ ոչ խաղաղությունը, ոչ էլ այն լեգիտիմությունը, որը նա ընդունում է որպես խաղաղության երաշխիք, չկա։ Ընդամենը մի հարց, ինչու եք ժողովրդից մինչև այսօր 6 տարի անցել, համարյա թե թաքուն պահում պատերազմի նախօրեին ձեր հարցազրույցը, որտեղ բառացիորեն ասում եք, որ Ալիևը ձեզ ինչ-որ մի բան է խնդրել։ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես։ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Դրանից մի օր առաջ էլ սպառնում եք Ադրբեջանին, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ չհրապարակեն, այլապես Նիկոլ Փաշինյանը կհրապարակի այնպիսի ինֆորմացիաներ, որ Ադրբեջանը անհուսալիորեն կապակայունանա։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում։ Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ սկսեցին կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բանակցել է բաներ, որոնց մասին թաքուն է պահել ժողովրդից մինչև այսօր, եւ այդ հարցազրույցը, որը պետք է գնար պատերազմի երեկոյան առաջին օրվա, չգնաց եւ մինչև այսօր գախնի է պահվում։ Այդ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ են, դուքները չի հերիքում ժողովրդին պատմել, ինչ ունեք թաքցնելու ժողովրդից, չէիք ասում, որ բան չունեք թաքցնելու։ Ես ընդունում եմ, որ կարող են լինել եւ կան հարցեր, որոնց պատասխանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պիտի ստանա, եւ ես հույս ունեմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանը քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում կտրվեն։ Համենայն դեպս մի բանում պիտի վստահ լինեն եւ ես կարծում եմ վստահ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետեւ եթե վստահ չլինեին, մեր օգտին պիտի որ չքվեարկեին։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից թաքցնելու որևէ բան չունենք։ Պաստորեն ունեք, դե տղա եք, հրապարակեք մի հատ ձեր գախնի կոնֆիդենցիալ բանակցությունները, որը բերել է այդ աղետաբեր պատերազմին, որը դուք թաքցնում եք ժողովրդից, հետո խոսանք էլի մնացած թեմաներով։ Տղա եք, հրապարակեք, դες դուխով եք հրապարակեք։ Ժողովրդի մասին եք, ժողովրդից թաքցնելու բան չունեք։ Պետրոս Ղազարյանի հետ սեպտեմբերի 26-ին անոնսավորված հարցազրույցը հենց այսօր տղա եք, հրապարակեք, տեսնենք այդ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ եք փոխանակում Ալիևի հետ։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք, որպեսզի սա տարածվի եւ այդ դուխով տղեկը մի հատ այդ հարցազրույցը թող հրապարակեն ազգովի տեսնենք։ Իսկ թե ինչու խաղաղություն չկա, գիտականորեն եւ պրակտիկորեն ես դա կհիմնավորեմ երկար իմ հաղորդմանը, որը կդիտեք առաջիկայում, հետևեք, որ դիտեք։ Խաղաղությունը քաղաքագիտորեն, սիրելի բարեկամներ, դա ոչ թե զոհերի պակասն է եւ ռազմական գործողությունների բացակայությունը, այլ կոնֆլիկտի իսպառ բացակայությունը, երբ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են, իսկ Ադրբեջանը իբր հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի դուրս գալիս այդ տարածքներից, նշանակում է նա չի հարգում, կամ համենայն դեպս իր պատկերացմամբ այդ տարածքները Հայաստանինը չեն։ Հետևաբար կոնֆլիկտը շարունակվում է։ Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո քաղաքացիները դատապարտվում են ցմահ ազատազրկման հարևան երկրում, պատերազմական շինծու հանցագործությունների մեղադրանքով։ Խաղաղության ժամանակ նման բաներ չեն լինում։ Խաղաղության ժամանակ հարևան երկիրը քո տարածքը չի կոչում Արևմտյան Ադրբեջան, իսկ Արևմտյան Ադրբեջան խոսույթը առաջին անգամ մենք լսել ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։